ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխաների հիմնահարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից պարտադիր ուսուցումից դուրս մնացած դեռահասների վերաբերյալ վերջին 1-2 տարում անցկացրած համատեղ ուսումնասիրությունը լուրջ անհանգստություն է առաջացրել հանրապետության գրեթե բոլոր տարածաշրջաններում։ Այս հարցում ավելի շահագրգիռ մոտեցում է ցուցաբերվել Լոռու մարզպետարանի և մարզի իրավասու այլ կազմակերպությունների կողմից, որոնք խնդրի կարգավորման վերաբերյալ ներկայացրին առավել հասցեական, ընդհուպ օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտում փոփոխություններ կատարելու առաջարկներ։ Դա նկատի առնելով կառավարությունը որոշում ընդունեց հենց Լոռու մարզում ձեռնարկել խնդրի խորին ուսումնասիրման և իրավիճակի բարելավմանն ու կարգավորմանը նպատակաուղղված փորձնական ծրագիրը։ Սկզբի համար այն ընդգրկելու է Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանն ու Վանաձոր քաղաքը։ Պարտադիր ուսուցումից դուրս երեխաներ պաշտոնական թվերը, որոնք որ այսօր ներկայացնում են, դրանք իրականում չեն համապատասխանում ռեալ իրավիճակին։ Ինքը ճիշտն ասած ունի եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, այսինքն այստեղ մենք ունենք եւ օրենսդրական բաց եւ նաեւ ունենք ինչու՞ չէ նաեւ այսպես անձնական ամբիցիաների խնդիր։ Ես համոզված եմ, որ բավականին լուրջ ինքը խթան է լինելու նաեւ ամբողջ հանրապետությունում մեր փորձը տարածելու համար։ Մենք եւ օրենսդրական փոփոխություններ ենք առաջարկելու, հանդես ենք գալու մեր մարզից։ Մի խոսքով, իմ կարծիքով ես համոզված եմ ուղղակի, այսինքն հարց է առաջանում, ինչու եմ այսքան համոզված խոսում, որովհետև արդեն իսկ, տեսեք, մենք նոր ենք համաժողովը սկսում, մարզպետը նաև խոսեց այդ մասին, շրջաբերականը համայնքներ եւ դպրոցներ ուղարկելուց հետո մենք արդեն թիվ ունենք ֆիքսված։ Իսկ սա ցույց է տալիս, որ խնդիրը առկա է, խնդիրը կա եւ խնդիրը պահանջում է իր լուծումները։ Փորձնական ծրագիրը գործելու է մինչև ընթացիկ տարեվերջ հանրակրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, նրանց դեպի դպրոց ուղղորդման եւ հետագայում հանրակրթությունից դուրս մնալու դեպքերը կանխարգելելու խնդրի առավել եւ արդյունավետ լուծման նպատակով ծրագիրն իր մեջ ներառում է նաեւ համաձայնագրի կնքում համայնքապետարանների, հանրակրթական դպրոցների, անչափահասների առողջական խնդիրներով զբաղվող առողջապահական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության անչափահասների բաժինների, սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների, մարզային համակարգող խորհրդի եւ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների միջև։ Հունիսի 16-ին 17-ին Լոռու մարզպետարանի դահլիճում վերոնշյալ կառույցների ղեկավարները կնքեցին բազմակողմ համաձայնագիր։ Մինչ այդ ծրագրի դերի նպատակի ու իրականացման գործողությունների մասին ներկաներին պարզաբանում տվեց Լոռու մարզի համակարգող խորհրդի ղեկավար, մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը։ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ողջունելով ծրագրի նախաձեռնությունն ու մասնակիցներին երեխաների կրթության ու դասյարակության գործընթացի առթիվ իր դժգոհությունն արտահայտեց որոշ համայնքների ու դպրոցների ղեկավարների, հոգաբարձության ու խնամակալության համայնքային հանձնաժողովների, շատ դեպքերում նաև դեռահասների ծնողների անհամաձայնեցված, ինչու չէ նաև միմյանց նկատմամբ անբարյացակամ գործելակերպի ու պահվածքի վերաբերյալ։ Ամենօրյա ձեր ուշադրության կենտրոնում պահեք։ Բայց ես հետաքրքիր չէ երեխան ինչի է բացակայում։ Կարող է երեխան զուտ սոցիալական խնդիրների պատճառով բացակայում, կարող է դպրոց գալու կոշիկ չունի։ Բամոտ չի դպրոցի այդ համայնքի ղեկավարի, ամոթ չի մարզի մարզպետի կամ քաղաքապետի, որ կոշիկի պատճառով երեխան դպրոց չհաճախի, բայց ես չի հետաքրքրում իր չհաճախելու պատճառը։ Ինչ դժվար է, որ համայնքի ղեկավարին դիմեք կամ հանձնաժողովի միջոցով կամ անմիջապես դուք դիմեք, եթե համայնքը նույնիսկ ֆինանսական խնդիրներ ունի, ի վիճակի չի այդ սոցիալական խնդիրը լուծի, մենք ենք ի վիճակի լուծել, բայց պետք է վեր հանենք, պետք է ուսումնասիրեք, տեսնեք, այդ երեխան ինչի չկա, ինչի չի գալի դպրոց։ Որպես կանոն դա հանգեցնում է երեխաների մոտ ուսման նկատմամբ անտարբերության, երկրի պետականության ու սեփական ճակատագրի հանդեպ անվստահության ձևավորմանը եւ որպես դրա հետևանքներից մեկը ծնվում է պետության զորությունը թուլացնող դրսևորումներից ամենաանցանկալին արտագաղթը, իր խոսքում նշեց Լոռու մարզպետը։ Արթուր Նալբանդյանը մեկ անգամ եւս համայնքների ղեկավարներին ու դպրոցների տնօրեններին հորդորեց նաեւ հանձնարարեց ամենայն լրջությամբ վերաբերվել գործընթացին, հուսալով, որ ծրագրի ավարտը կպսակվի սպասելիքների արդարացմամբ եւ Լոռու մարզի փորձը կդառնա օրինակելի հանրապետական մակարդակով։ Միք հեռուստաընկերություն, Լուրեր։